եթե Ուկրաինան հարձակվի Բելարուսի վրա, եւ Հայաստանը պարտավոր է որպես հապկի անդամ, սառած է թե տակածրած է, հաշիվ չէ։ Հա, Միգրանյանի բարբաջանքն է, էլի զառանցանքը։ Ռազմական աջակցություն ցուցաբերի Բելարուսին եւ մարտնչի Բելարուսի համար, ինչպես Բելարուսը ամեն կերպ կանգնած է Հայաստանի կողքին։ Ժողովուրդ, այս մարդկանց տեղերը կողանում են, տեղը ինչ-որ շաքարի տաբլետկեք են տնում, լուրջ եմ ասում։ Մոմպաս են տնում, վիտամին են տնում, ինչ են տնում, չգիտեմ, էլի, չնայած վիտամին էլ չի եղնի երևի, էլի։ Հա, կարող է հակատեղ են տալիս, էլի, որ խմում են, ուղեղները ծխում են ընդհանրապես, էլի։ Այս կարգի ախմախություն զառանցել Բելարուսը ամեն կերպ կանգնած է Հայաստանի կողքին։ Չասես, այ գադա եկա էշես, էլի, չես ամաչում դու։ Բելարուսը, որ պոլոնեզներ ու չգիտեմ ինչեր էր մատակարարում Ադրբեջանին, ելնում հայտարարում է, որ Ադրբեջանին օգնել է պատրաստել պատերազմը կամ չգիտեմ ինչ անել, հա, ավել պակաս բարբաջել է ու զառանցել է, այդ նշանակում է, որ Բելարուսը ամեն կերպ կանգնած է Հայաստանի կողքին։ Լավ, սա մի քիչ էմոցիոնալ էր, կներեք, բայց հələ բերեք տրամաբանենք, էլի, ասում է, եթե Ուկրաինան հարձակվի Բելարուսի վրա, Հայաստանը պարտավոր է որպես հապկի անդամ ռազմական աջակցություն ցուցաբերի Բելարուսին եւ մարտնչի Բելարուսի համար։ Հիմա հարց ունեմ, էլի, ես կյադին, էլի, օրինակ Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի վրա, ինքը տեղյակ է, չէ՞, պետք է որ տեղյակ լինի, չէ՞, այդ կարգի քնած հաստատ չէ, չէ՞։ Կուրսկի մարզից մի թիքա պոգել էր, հիշում եք, հա, տրոնահարում է մինչև 2-3000 կիլոմետր խորության վրա, էլ տեղ չմնաց, էլ նավթա լցակայան ու էլ գործարան ու չգիտեմ ինչ Վորոնեժում են ու եւ այլն։ Այդ ամբողջ ընթացքում դրանք հարձակում չեն եղել Ռուսաստանի Դաշնության վրա։ Ինչի՞ չես ասել, բա այ տղա, Հայաստանը պարտավոր է Ռուսաստանի կողքին մարտնչել Ուկրաինայի դեմ։ Կամ այդ ոնց եղավ, Ռուսաստանը կարող է Ադրբեջանին զենք ծախել, Բելարուսը կարող է Ադրբեջանին զենք ծախել, Հայաստանը իրավունք չունի Ուկրաինային զենք ծախելու, ինչի՞ չունի որ։ Նույն հապկի մեջ են Բելարուսը, Ռուսաստանը, Հայաստանը։ Նույն հապկի մեջ են եղել այն ժամանակ, երբ Բելարուսը եւ Ռուսաստանը զենք են ծախել Ադրբեջանին, Հայաստանի թշնամուն։ Ու այս տրամաբանությամբ հաստատ իմացել են, որ Ադրբեջանը այդ զենքը օգտագործելու է Հայաստանի դեմ, ճիշտ է։ Իրանի դեմ չէր օգտագործելու։ Հաստատ իմացել են։ Այսինքն հաստատ իմացել են, որ Ադրբեջանը եթե զենքը օգտագործի Հայաստանի դեմ, հապկի կարգավորումներով եւ այս տրամաբանությամբ պիտի Բելարուսն ու Ռուսաստանը գային այստեղ կռվեին Ադրբեջանի դեմ։ Եթե իրանք գիտեին, որ պիտի գային ու կռվեին Ադրբեջանի դեմ, ինչու պիտի զենք ծախեին Ադրբեջանին։ Խելառ են, քան իրանք ծախած զենքի դեմ կռվեն։ Տրամաբանված է, չէ՞։ Ուրեմն զենք ծախելիս այդ տգետ Միհրանյան, Անդրանիկ, Միգրանյան, Անդրանիկ ափսոս է դա անունը վարել։ Ահա, զենք ծախելիս իմացել են, որ իրենք հաստատ զորք չեն ուղարկելու, ոչ մի կերպ չեն օգնելու Հայաստանին, շատ-շատ զենք ծախեն Հայաստանի վրա, հա, լավագույն դեպքում, էլի։ Ահա այսպիսի անհեթեթ ախմախություն։ Էլ չեմ ասում այն մասին, որ եթե հանկարծ Հայաստանը զենք ծախած լիներ Ուկրաինային, կամ ենթադրենք հիմա զենք է ծախում, ոչ մեկը չգիտի, կամ ենթադրենք իմանան։ Ենթադրենք իմանան, ինչ ես անելու։ Ելնելու ես ասես Ռուսաստանի թշնամուն զենք ես ծախում կամ Բելարուսի թշնամուն։ Լավ ենք անում։ Լավ է անում, ծախում է, բայց ոնց էր կարելի էր, հա, պրոստը բիզնես, էտը պրոստը բիզնես։ Այդպես էին, չէ՞, պատասխանում այն ժամանակ։ Իդեպ Զելենսկին Լուկաշենկայի վախը բռնել է, հարգելի հայրենակիցներ։ Ահա, զգուշացրել էր մի 5 օր առաջ, որ Բելարուսի սահմանի ուկրաինա-բելարուսական սահմանին Բելարուսի կողմից շարած ռադիոլոկացիոն սարքավորումները ուղղորդում են Բելարուսի կողմից Ուկրաինայի տարածք թափանցող հրթիռները եւ դրոնները, կամ դա անջատում ես մի շաբաթ ժամանակ քեզ, կամ մենք ենք դրանք անջատում։ Եվ 3-4 օրը Ուկրաինան հայտարարեց, որ բարեհաջող անջատվել է։ Զորահրամանատարները զեկուցել են, որ հետախուզությունը եւ այլն զեկուցել են, որ Բելարուսի նախագահը ոնց որ թե սկսում է խելքի գալ, բայց այդ խելքի գալը իհարկե բոլորովին Վալոդիկի դուրը չի գալիս։ Այսօր բացվեց խճուղին Ռուսաստանի M11-ն էր, հա, մի րոպե։ Հա, M11 մայրուղին փակ է Պուտինի նստավայրի մոտ։ Հա,
Եվ հետո ավելի ուշ լուր տարածվեց, որ Բելարուսի նախագահը ժամանում է զրույցի, կանչել է կզարան ըստ երևույթին, էլի կանչել է, ասի, ես չճոգեցինք, մենք քեզ բան ենք ասում, մտի պատերազմի մեջ, հարցակվի, օգնիր մեզ այս կոմենկոմ, դու ռադիոլոկացիոն համակարգերն ես անջատում, որ չկարողանան մեր դրոնները մարդավարի կառավարվել Ուկրաինայի տարածքում, տեսնենք ինչ կլինի։ Ինձ թվում է, որ այնուամենայնիվ ուզում եի ասել ողջամտությունը, բայց չարժե էլի Լուկաշենկայի հասցեին դա օգտագործել, երևի թե խորամանկությունը կամ քտիծագը, հոտառությունը, բնազդները կաշխատեն եւ չի համարցակվի կատարել Վալոդիկի պահանջները եւ հյուսիսում Ուկրաինայի փորձի ճակատ բացել, հա քտից է գալու շատ գեշ էլի ծանր է նստելու վրան։ Ալեն Սիմոնյանը հաղթել է Քոչարյանի, ավելի ճիշտ Քոչարյանը պարտվել է իր հայցը, Քոչարյանը վիրավորվածի տեղ է դրել իրեն, զրպարտվածի, դիմել է այնտեղ, Ալեն Սիմոնյանը ինչ-որ տեքստեր է ունեցել, մի տարի առաջ արտահայտած, գրած, հայտարարած, հայցը պարտվել է։ Եվ հօգուտ Ալեն Սիմոնյանի դատարանը վճռել է Քոչարյանից բռնագանձել 120,000 դրամ որպես մատուցված փաստաբանական ծառայությունների համար խելամիտ վարձատրության գումար։ Մեկ ամիս ժամանակ ունի Քոչարյանը, որպեսզի վիճարկի այդ վճիռը, հա։ Մեկ ուրիշ գործ այսպիսի Վազգեն Սաղաթելյանը ներողություն պիտի խնդրի Ալեն Սիմոնյանից, պարտավորեցրել է դատարանը Սաղաթելյանին, YouTube-յան հաղորդման մեջ է եղել, ինչ եղել է, չի եղել, առնվազն 5 աշխատանքային օր ժամկետով Facebook-ի սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել հետևյալը, որ ես Վազգեն Արմենի Սաղաթելյանից ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից, քանի որ 25 թվականի նոյեմբերի 11-ին YouTube կայքով եթեր հեռարձակվող այսինչ հաղորդման մեջ կարծեմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն է եղել, հարցազրույցի նման բան է եղել, մեջը վիրավորական արտահայտություններ է արել, վերջը դատարանը որոշել է, որ Ալեն Սիմոնյանի օգտին Վազգեն Սաղաթելյանից կբռնականձվի 300,000 դրամ, թեպետ Սիմոնյանը պահանջել էր 1 միլիոն դրամ, ահա սա էր, ինչ մնաց տեղ, որոնք մի լուր կա, որը չեմ ուզում ստվերում մնա, ժողովուրդ ջան, իմացեք, հունիսի 24-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն եւ Եվրոպական միության միջև անվտանգային եւ պաշտպանական հաղորդակցությունների երկրորդ նիստը, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ ԵՄ միջև համագործակցության ընդլայնման խորացման առնչվող հարցերի լայն շրջանակ, թե ինչքան խոր լայն շրջանակ կրթությունից սկսած վերջացրած ուրիշ բաներով մանրամասները ստեղ չեն բերվում։ Ռուսաստանը վերջնականապես արգելափակեց պատժամիջոցների տակ դրեց Հայաստանի բոլոր տեսակի, ուրեմն ծկների արտահանումը, նույնիսկ ցուգ արդյունահանող որն է, հանկարծունահանող ցուգ արտադրող ընկերություններից մեկը ասում է մենք երբեք Ռուսաստան ցուգ չենք անել, մեզ էլ են որոշել արգելափակել, մի խոսքով, այսպիսի բան է որոշել անել։ Մաշա Զախարովան ազդվել է Փաշինյանի երեկվա հայտարարությունից, երբ լրագրողները եւ կառավարության նիստում նույնը եղավ, հարցրեցին, թե բանը այդ պատժամիջոցների բաների հետ կապված Փաշինյանն էլ ասում է, սա արտառոց բան է այն իմաստով, թե տնտեսական միավորման մեջ, որտեղ պետք է ապրանքների փողերի ազատ հոսք լիներ, ինչպես կարող է մի երկիրը որոշել պատժամիջոցների տակ դնել, եթե դա նորմալ է, այսինքն յուրաքանչյուր երկիր կարելի է նման բան անել, ուրեմն եթե այո, ուրեմն այդ միությունը գոյություն չունի, արդար տրամաբանություն է այստեղ, իհարկե միության անդամ երկրներից մեկը կարող է ասել, որ եւ ասում է, որ ձեր արտադրանքը վնաս է մեր ժողովրդի առողջությանը, 10-20-30 տարի վնաս չի եղել, հիմա վնաս է, բիրդանց ենք էլի զարգացել, Պուտինը մի կողմից բացատրում է, ասում է, թե օրինակ մեր ստանդարտներն ավելի խիստ են, քան Եվրամիության ստանդարտներն են, բառացի սա է բացատրում, եւ օրինակ գենետիկորեն մոդիֆիկացված GMO, արտադրանք յատամաշրջանակներում չի կարող շրջանառվել, ստանդարտները խիստ են, եթե դուք հանգարց ընտրեք ուրեմն Եվրամիության ճանապարհը,
հա ձեր վիճակն ավելի վատանալու է։ Այստեղ ալոգիզմի հետ գործ ունենք, էլի տրամաբանական հակասության հետ։ Ինքը մի քանի անգամ շեշտել է եւ շեշտում է, որ շատ ավելի բարձր ստանդարտներ ունի ԵԱՏՄ առևտրային միջավայրը, քան թե Եվրամիությունն ունի, եւ եթե գնում եք Եվրամիություն, ձեր վիճակը վատանում է։ Տրամաբանված չէ, չի հասկացվում, չէ, ես ինչ ես խոսում, էլի, դա ինչ տրամաբանության մեջ է այդ քո բարբաջանքը, էլի, հա։ Մի խոսքով Զախարովան կարդացել է, ուրեմն լսել է, ծանոթ է այդ հայտարարություններին, էլի նույն վշտի մեջ վժվժում է Իրանից դուրս, հա, ինչպես կարող է Հայաստանը ընդունել օրենք Եվրամիության անդամակցության համար եւ միաժամանակ մնալ ԵԱՏՄ-ի հետ եւ այլն եւ այլն։ Այն Մարտամեգն էլ ասում է, բան է, հույս ունենք, որ Սերգեյ Իվանովը մեռել է, ինչի է մեռել, այդպես էլ չհասկացանք, երևի ժամանակն է եկել, ասում է, հույս ունենք, որ իրադրությունը կկայունանա Հայաստանի Հանրապետությունում, 2-3 օր է այդ ցեխոտ լուրը պտտվում է, թե ինչ կար Հայաստանում կայունացման, ինչն էր անկայուն էլի, որ պետք է ինչ է եղել, նորմալ է, դուք ձեր բենզինի հերթերին նայեք, որ հնար չկա, ավտոները հրելով տանում բերում են Էսկոմենկոմ, հա, մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի, ԱՊՀ գլխավոր քարտուղարը, ԱՊՀ-ից դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա, հիմի համոզում են, որ գոնե ԱՊՀ-ից դուրս չգաս, էլի, հա, մի խոսքով, այս տեսակ անհեթեթ պատմությունների հետ գործ ունենք, ով կար ստեղ այլևս, հա, Սևաստոպոլում կոմերսանտն է գրում, հուլիս-օգոստոս ամիսներին հյուրանոցների ամրագրումները նախորդ տարվա համեմատ նվազել են 43%, Ղրիմում անկումը կազմում է 30%, այս երեկվա տվյալ է հələ էլի, եկուս մյուս օր չգիտենք ինչքան ավելի է բարդանալու, ծանրանալու այդ իրավիճակը։ Գյումրիում մի մենտ, անուն ազգանունը չկա գրած, ցավոք կիմանանք, ՍԽ մի մենթի երկու քաղաքացու խոշտանգելու համար մեղադրանք են ներկայացրել, հույս ունեն, որ բարեհաջող կնստի, հոդվածը 450 հոդվածն է, 4-ից 8 տարի, գոնե 8 տարի կտան, որ մարդը փորձի ուղղվել կամ գոնե ուղղվելը չէ, էլի, գոնե հեռու մնա, էլի, հասարակությունից ուրիշ մարդկանց չխոշտանգի, էլի։